Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները եւ ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաեւ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաներ։ Մասնավորապես նախորդին պաշտոնից ազատվել է ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց։ Զաքարյանը Անրանիկ Քոչարյանի մտերիմներից է եւ նրա հետ ունեցել է ընկերական հարաբերություններ։ Սակայն սա միակ փոփոխությունը չէ։ Երեկ ավարտվեց նաև պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանի եւ Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը։ Նրանք եւս երկար տարիներ համարվել են Քոչարյանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ։ Հատկանշական է, որ ՊՆ-ից հեռանալուց հետո Մելիքսեթ Պողոսյանը եւ Ռազմիկ Պետրոսյանը պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, այսինքն նրանց պաշտոնավարման ավարտը տեղի ունեցել ոչ թե սկանդալային հեռացման, այլ համակարգից դուրս գալու նախորդած պարգևատրման ֆոնին։ Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետն է, իսկ Ռազմիկ Պետրոսյանը Ապարանի նախկին քաղաքապետը, Արագածոտնի նախկին մարզպետը եւ ռազմական կրթություն չունի։ Այնուհանդերձ ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների ընդհանուր պատկերը ուշագրավ է, մասնավորապես Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունում մեկը մյուսի հետևից ավարտում է այն պաշտոնյաների պաշտոնավարումը, որոնք այս կամ այն կերպ կապվել են Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ շարքային պատգամավոր Անրանիկ Քոչարյանի հետ։